Վաղը 6-րդ գումարման ազգային ժողովը կսկսի իր աշխատանքը, նորընտիր ազգային ժողովի առաջին նիստը կբացի տարիքով ավագ պատգամավորը, հանրապետական ցուցակով ընտրված քուրդ պատգամավոր Կնյազ Հասանովը, ապա ողջույնի խոսքով հանդես կգան նախագահ Սերժ Սարգսյանը եւ ամենայն հայոց կաթողիկոսը։ Օրենսդիր գործունեությունը սկսող 105 պատգամավորները վաղը նաեւ կերտվեն հանուն համազգային նպատակների իրականացման, հայրենիքի հզորացման ու բարգավաճման բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորությունները, պահպանել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունն ու օրենքները, նպաստել Հայաստանի ինքնիշխանության եւ շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային եւ համամարտկային արժեքների պահպանման համար։ Առաջին նիստում փակ գաղտնի քվեարկությամբ պետք է ընտրվեն նաեւ ազգային ժողովի նախագահն ու փոխնախագահները։ Ի տարբերություն նախորդի նոր խորհրդարանում մեկով ավելանալու է ազգային ժողովի փոխխոսնակների թիվը եւ առաջին անգամ ազգային ժողովի խոսնակի տեղակալներից մեկը ընդդիմադիր խմբակցությունից է լինելու, թե ում տեխնացությունն է առաջարկելու խորհրդարանում մանդատների մեծամասնությունը ստացած հանրապետականը ազգային ժողովի նախագահի փոխնախագահների համար կհրապարակվի այսօր երեկոյան հանրապետականի գործադիր մարմնի նիստից հետո։ Ազատությանը փոխանցեց հանրապետական կուսակցության կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը։ Տեղում կորոշենք, այս պահին հստակ ասել չեմ կարող։ Օրենքով սահմանված գրաֆիկով ներկայացվող պաշտոններում մեկ կուսակցության դիրքորոշումը կքննարկվի եւ կասվի։ Ի տարբերություն 5-րդ գումարման ազգային ժողովի, որտեղ մանդատ ուներ 131 պատգամավոր, 6-րդ գումարմանը միայն 105 պատգամավոր կունենա, 6-ի փոխարեն խորհրդարանում 4 խմբակցություն կլինի՝ Հանրապետականը, Դաշնակցությունը, Ծառուկյան դաշինքը եւ Ելքը։ Թեև վաղն իր աշխատանքն է սկսելու նոր խորհրդարանը, սակայն պատգամավորների կեսից ավելին 54-ը հին դեմքեր են։ Եղել են նաեւ 5-րդ գումարման խորհրդարանում։ Նրանցից 35-ը Հանրապետականում են, 14-ը Ծառուկյան դաշինքում, 2-ը Ելքում, 3-ը Դաշնակցությունում, հաշվել է խորհրդարանի աշխատանքներին հետևող ազգային ժողովի մոնիտորինգ ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը։ Այսինքն փոփոխությունների բոլոր ակնկալիքները մեր կարող են լինել կիսով չափ, քանի որ արդեն այս համամասնությունը, այսինքն կիսով չափ փոփոխված կազմը թույլ չի տալիս խոսել այսպես կազմի էական փոփոխությունների մասին։ Առաջին նիստում ձևավորվելու են նաև մշտական հանձնաժողովներն ու խմբակցությունները, կառավարության կազմավորման վերաբերյալ հուշագիր ստորագրած կուսակցությունների ստեղծած խմբակցությունները համարվելու են կառավարող, իսկ մյուս խմբակցություններն ընդդիմադիր։ Կոալիցիոն հուշագիր ստորագրած Հանրապետականն ու Դաշնակցությունը միասին 65 մանդատ կունենան եւ կկարողանան առանց ընդդիմադիրների անցկացնել սահմանադրական նախագծերը եւ նշանակել առանցքային պաշտոնյաների, օրինակ գլխավոր դատախազին եւ դատավորներին, որոնց համար անհրաժեշտ է խորհրդարանի 3/5-րդի կողմ քվեն, սակայն օրինակ նախագահի ընտրության համար առաջին փուլում անհրաժեշտ է պատգամավորների 3/4-ի կամ 79 պատգամավորի քվեն եւ միայն կոալիցիոն ուժերի քվեարկությունը բավարար չի լինի։ Արդյոք այս խորհրդարանում ընդդիմությունն ավելի մեծ կշիռ կունենա, քան նախորդում։ Հարաբերակցությունը ստացվեց այնպիսին, որ այդ առումով չի զգալու իշխանական մեծամասնությունը փոքրամասնության կարիքը, բայց որոշ լիազորություններ ավելի այսպես հեշտացվել են այն մեխանիզմները, որոնցով փոքրամասնությունը կարող է իր խնդիրներն առաջ մղել, քննիչ հանձնաժողովների ստեղծումն է, ինչ որ դաշտ բացում գործունեության հանրային հետաքրքրություն ներկայացնող ցանկացած հարցով կարող է ստեղծվել քննիչ հանձնաժողով ու դրա համար բավական է պատգամավորների 1/4-ի։ Այսինքն ընդդիմադիրների որոշակի համագործակցությամբ հնարավոր են ստեղծվել այդպիսի հանձնաժողովներ։ Իդեպ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մի շարք հրամանագրեր է ստորագրել, որոնցով իրենց պաշտոններից ազատել է ազգային ժողովի պատգամավոր ընտրված եւ մանդատ վերցրած արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, նախագահի խորհրդականներ Գևորգ Կոստանյանին եւ Ալիկ Սարգսյանին, նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Ֆելիքս Ցոլակյանին։